մարդ, ում գործերից Գյումրու հոտ է գալիս։ 5 Գյումրու կոլորիտով ու ֆայտոնով ընտրապայքարի մեջ մտած Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը ընտրապայքարին մասնակցում է հպարտ եմ, որ գյումրեցի եմ կարգախոսով։ Թեկնածուն համաքաղաքացիներին վստահեցնում է, ոչ նախկին, ոչ ներկա իշխանության հետ որևէ կապ չունի, ասում է միակ այլընտրանքն է։ Այսօր որպես ես այլընտրանքային թեկնածու առաջադրվել եմ այս ընտրություններին ոչ թե պաշտոն զբաղեցնելու համար, այլ փրկելու մեր քաղաքը ձեզ հետ միասին։ Մարտի 30-ին մեկ մարդու պես խաչակնքվեք, դուրս եկեք ձեր տներից, տրամադրեք 15 րոպե ժամանակ գնացեք, ձեր քվեն կատարեք եւ ինձ տրեք 5 տարի լծի տակ։ Ես կկատարեմ ձեր բոլոր ցանկությունները։ Արտյոմ Թումանյանը գյումրեցիներին խոստանում է կառուցել բնակարաններ, երկրաշարժից տուժած անօթևան ընտանիքների համար, մանկապարտեզներն ու սպորտ դպրոցները դարձնել անվճար, տաքսու վարորդներին ազատել գույքահարկից, սփյուռքի ներդրումների միջոցով աշխատատեղեր ստեղծել։ Վստահեցնում է, որ բոլոր ծրագրերը իրատեսական են ու հնարավոր է կյանքի կոչել, բայց ոչ Գյումրիի բյուջեով։ Մենք ունենք պայմանավորվածություն Գյումրի սփյուռքի հետ, որ իմ ընտրվելուց հետո տարեկան 200 միլիոն դոլար է մտնելու հենց Գյումրի քաղաք Շիրակի մարզ։ Դա կազմում է ամսական 16 միլիոն դոլար։ Առաջադրվել եմ այն կուսակցությունով, որով ազգային հերոս երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանն էր առաջադրվել։ Քայլում եմ նրա ճանապարհով, ասում է Թումանյանը։ Նույնիսկ պատրաստ եմ հանուն արտարության համար գնդակահարդեմ, ինչպես ինքը գնդակահարվեց ազգային ժողովում։ Այս ընտրությունը տարբերվելու է բոլոր ընտրություններից, որովհետև այս անգամ գյումրեցու որոշումը պետք է լինի։ Գյումրու ղեկավարը պետք է լինի գյումրեցիների ծոցից ելած, գյումրեցիների դարդու ցավին ծանոթ, գյումրեցիների վշտին տեղյակ։ Ես չեմ լինելու ձեզ համար քաղաքատեր կամ քաղաքակեր։ Լինելու եմ ձեր խոնարհ ծառան։ Եթե ես իմ յուրաքանչյուր խոսքից հրաժարվեմ, ցանկացած ժամանակ կարող եք փողոցումից կանգնեցեք, ասեք, Արտյոմ, հարամ լինի այն կատը, որ դու կերել ես։ Թումանյանը խոստանում է մեծամասնության քվեն ստանալու եւ քաղաքային իշխանության ղեկը ստանձնելուց հետո ժողովրդին ծառայելու է 24 ժամ։ Ժողովրդի քվեն ոչ մի քաղաքական ուժի չի տալու, ոչ մի կուսակցության հետ չի միացել ու չի միանալու։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։